Երկիրը մերն է, բայց կան վայրեր, որոնք կարծես երբեք մարդկայինը չեն եղել։ Ես Լիանան եմ, Go Travel ընկերության հիմնադիրը, ինչպես նաև ձեր հավատարիմ ճամփորդական ուղեկիցը։ Այսօր ես եւ դու ուղևորվելու ենք աշխարհի ամենախորհրդավոր վայրերը։ Դարեր շարունակ այս վայրերի հետ կապված շատ հարցեր են առաջացել, բայց մինչև օրս պատասխաններ չեն եղել։ Պատրաստ ես միասին ուղևորվելու հավնելուկային եւ կախարդական վայրեր։ Դե ինչ սկսում ենք։ Ես եկել եմ ուրախալի նորությամբ։ Մենք վերսկսում ենք մեր ճանապարհորդական նվերների շարքը եւ խաղարկում ենք երկու անձի ուղևորություն դեպի Ծաղկաձոր։ Իսկ կանոնները բավականին հեշտ են։ Պետք է դու նայես հաղորդումը մինչև վերջ, գրես այն 5 կարևոր փաստերը, որ սովորեցիր այս հաղորդման ընթացքում, իսկ հաղթող կճանաչվի ամենաշատ հավանումներ ստացած մասնակիցը։ Դե ինչ, քեզ հաջողություն եմ մաղթում։ Դե ինչ, մեր առաջին կանգառը Բերմուդյան եռանկյունին է։ Նա, այսպես ասած, մեծ ախորժակով եռանկյունի է։ Սիրում է ինքնաթիռներ, նավեր եւ իհարկե ճանապարհորդողներին։ Նրա գաղտնիքը մինչև այսօր բացահայտված չէ։ Տարածքը փրվում է Բերմուդյան կղզիների, Պուերտո Ռիկոյի եւ Մայամիի միջև։ Շատ նավեր եւ ինքնաթիռներ անհետացել են եւ այնքան շատ աղետներ են տեղի ունեցել այստեղ։ Այս հարցի շուրջ կան շատ տեսություններ, կողմնացույցների տատանումներից, տաքոսանքներից, խորամանկալիքներից, մարդկային սխալներից մինչև դավադրություն։ Պատկերացնում եք, ամեն ինչ հնարավոր է, բայց դրանից ոչ մեկը դեռ ապացուցված չէ։ Այնուամենայնիվ, այս հատվածը մնում է աշխարհում ամենաշատ երթևեկող հատվածներից։ Որոշ գիտնականներ ասում են, մագնիսական դաշտն է մեղավոր, ուրիշները, որ դա մարդկային սխալ է։ Իսկ մենք ավելացնենք, էլ ինչ հերոսություն, եթե չլիներ առեղծվածը։ Հաջորդ կանգառը դա Ռորայիմա լեռն է։ Այն գտնվում է Բրազիլիայի, Գայանայի եւ Վենեսուելայի սահմանային գծում։ Այն տարօրինակ է իր ձևի պատճառով, ինչպես նաեւ նրա գագաթը տարին 12 ամիս շրջապատված է ամպերով։ Լեռի մակերեսը համարվում է աշխարհի ամենահին երկնաբանական կազմավորումներից մեկը։ Ենթադրվում է, որ բարձրավանդակը ձևավորվել է ջրի եւ քամիների ազդեցությունից։ Ռորայմա գագաթին կան բույսեր ու կենդանիներ, որոնք միայն այնտեղ են հանդիպում։ Բույսերի մի մասը սնվում է միջատներով, քանի որ հողը շատ աղքատ է սննդարար նյութերով։ Փաստորեն դա մի մոլորակ է հենց մեր մոլորակի ներսում։ Երրորդ մեր վայրը Ռիո Տինտոն է։ Այն գտնվում է հարավ-արևմտյան Իսպանիայում, Անդալուսիայի սահմաններում։ Առաջին հայացքից երբ գետը նայում ես, քեզ թվում է, որ դա գունավոր լիմոնադ է։ Ռիո Տինտոն բառացի թարգմանվում է որպես կարմիր գետ։ Ջուրը այնքան կարմիր է, ձեզ կթվա, թե տոմատի հյութ է, բայց իրականում երկաթով հարուստ է, ինչն էլ փոխում է գետի գույնը։ Շատ գիտնականներ այս գետը նմանեցնում են Մարսի ստորգետնյա ջրերին։ Եթե տեսահոլովակից հետո ձեզ մոտ էլ նման տպավորություն ստեղծվեց, գրեք մեկնաբանություններում։ Մենք հասանք թռչող գեյզերներին, որոնք գտնվում են Ամերիկայի Նևադա նահանգում։ Նրանք ամեն տարի ավելանում են, կարծես վիտամիններ են խմում եւ դարձել են զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից մեկը։ Այն ստեղծվել է մոտ 1 դար առաջ 1916 թվականին։ Այժմ հասել է մոտ 3 մետր բարձրության եւ ունի տարօրինակ գունավոր շերտեր, կանաչից մինչև նարնջագույն։ Հետաքրքիրը այն է, որ այս գեյզերները գտնվում են մասնավոր հատվածում, այնպես որ ոչ ոք չի կարող այն վայելել շատ մոտիկից։ Նրա սեփականատերն է Բիլ Սպունը, ով մերժում է զբոսաշրջիկների այցը իր մասնավոր տարածք։ Կարծես ուզում է այս գեղեցկությունը միայն իրեն թողել։ Սակայն մեր YouTube-յան ծրագիրը հենց դրա համար է, որ դուք ինձ հետ վիրտուալ տեղափոխվեք այս արգելված վայրերը։ 5-րդ խորհրդավոր վայրը դա Մակմուրդոյի չոր հովիտներն են։ Եթե մեզ ասեին, որն է աշխարհի ամենաչոր վայրը, մենք կպատկերացնենք որևիցե անապատ, բայց արի ուտես, որ այն գտնվում է Անտարկտիդայում։ Այն ներկայացնում է անտարկտիկական օազիսների խումբ, որոնք անվանվել է Մակմուրդոյի չոր հովիտներ, անչափ ցածր խոնավության պատճառով։ Այս հովիտները այրոնը հոսում են բազմաթիվ գեյզերներից երկաթի մեծ համակենտրոնացման պատճառով, կազմելով մի աշխարհի պատկեր, որը տարբերվում է երկրից։
Հետաքրքիր վայր է, իսկ դուք կգնայիք։ Բարևներ, արձանների երկիր։ Հաջորդը դա Զատիկի կղզին է, որը տարբերվում է իր հսկա առեղծվածային արձաններով։ Երբ մոտենում ես այդ արձաններին, ուզում ես շփվել նրանց հետ, սակայն նրանք նայում են քեզ, կարծես թափանցում են միջև հոգուդ խորքը։ Արձանները ունեն ավելի քան 50 մետր բարձրություն ու հստակ չի, ինչպես են դրանք տեղափոխվել այստեղ։ Կղզին ունի իր յուրահատուկ մշակույթը, լեզուն ու միստիկ պատմությունները։ Երկար տարիներ կղզում ապրել են մի քանի հազար բնակչություն, սակայն կործանարար քաղաքացիական պատերազմներից, համաճարակներից, դրկական արշավանքներից, սովից և անտառահատումներից հետո 1877 թվականին կղզում մնացել է ընդամենը 111 մարդ։ Շատ զբոսաշրջիկներ մեկնում են այս վայր հուսալով գրկախառնություն կամ միգուցե իմաստություն ստանալ այս քարե հսկաներից։ Եվ մեր վերջին առեղծվածային վայրը դա Ոստոկ լիճն է։ Այն գտնվում է Անտարկտիդայի Սառցե սրտում, մի վայր, որտեղ նույնիսկ սառցաբեկորներն են շշուկով խոսում։ Գիտնականները տարիներ շարունակ փորձել են հասկանալ, թե ինչ է թաքնված այդ 4 կիլոմետր սառույցի տակ։ Գիտնականները Ոստոկ լճում հայտնաբերել են միկրոօրգանիզմներ, որոնք սառեցված են ավելի քան 15 միլիոն տարի։ Այս հայտնագործությունը մեծ հուզմունք առաջացրեց գիտական շրջանակներում, քանի որ այն նոր հեռանկարներ է բացում հնագույն կյանքի ձևերի ուսումնասիրության համար, ներառյալ հնարավոր նմանությունները մեր արևային համակարգի այլ աշխարհների հետ։ Ջրի նմուշը դեռ չեն վերցրել, բայց գիտնականները մոտ են դրան։ Եթե երբևիցե այստեղ հրապուրիչ ջրահարսներ հայտնաբերեն, մի զարմացեք, այստեղ ամեն ինչ հնարավոր է։ Ահա եւ վերջ այսօրվա մեր խորհրդավոր աշխարհին։ Տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ, սակայն բնությունը կարծես մեզ ասում է՝ մի շտապեք, ամեն ինչ իր ժամանակն ունի։ Իսկ եթե դու այս ամբողջ մառախուղից, քարե արձաններից եւ սառցե լճերից հետո դեռ չես բաժանորդագրվել, մեկնաբանություններում գրի ընկերս, ինչ տեսանյութեր է քեզ հետաքրքրում, որ մենք նկարահանենք հատուկ հենց քեզ համար։ Իսկ վերջում անպայման ձեզ ուզում եմ հիշեցնել, որ այն գումարը, որը դու ծախսում ես քո ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց քեզ։